Ասում է. Հայաստանը լիարժեք դարձել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ներառյալ Կիրանցը, ներառյալ մի շարք բնակավայրեր Հայաստանից։ Ասում է, ինձ Հայաստանում ու դրսում ասում են, դու առաջին ղեկավարն ես, որ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում, բայց ասում է, ես էլ նայում եմ, որ ես ընդամենը ճանաչել եմ Հայաստանը։ Այս մարդու հոգին փառավորվել է փաստացի 2008 թվականի մարտի 1-ից հետո եկել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ վերջնապես ու վերջնականապես հրաժարվել է Արցախից։ Ըստ Նիկոլի, այն ժամանակ, երբ Արցախը անկախ էր, զարգանում էր, Հայաստանը ինքնիշխան չէր, անկախ չէր։ Հիմա որ համ Հայաստանից է հանձնել, համ Արցախը ամբողջությամբ, համ միջանցք է տալիս, համ 200 քառակուսի կիլոմետր տվել է, համ 5000 զոհ է տվել, գերիներ ունի, հեսա Վրաստանի ու Իրանի մայրուղին անցնելու են Ադրբեջանի ձեռքը, երբ Թուրքի պահանջով սահմանադրություն է փոխում, թուրքերին էլ բերում է Հայաստանում բնակեցնելու, այ հիմա ինքնիշխան ենք։ Ասում եմ, մենք չենք կորցրել Արցախը, մենք գտել ենք Հայաստանը։ Ինչքան էլ իբր գեղարվեստական բառեր ասես, ձևակերպումներ տաս, իրականությունը հենց այն է, որ դու հանձնել ես Արցախը ու հիմա էլ հանձնում ես Հայաստանը։ Հայաստանի տակը դրել ես ակներ ու քշում ես Թուրքիա։